Քննչական կոմիտեի շենքի դիմաց մեկնարկել է բողոքի ակցիա ի պաշտպանություն Տիգրան Ուլուբաբյանի։ Ակցիայի մասնակիցները պահանջում են պատժել արցախցի երիտասարդին խոշտանգած ոստիկաններին։ Հիշեցնենք, օրերս բարեկամի տան վրա ավազակային հարձակումից հետո Տիգրան Ուլուբաբյանին քննչական կոմիտե, այնուհետև նաև ոստիկանության Լոռու մարզային վարչություն են կանչել հարցաքննել, մեղադրելով նրան, թե կապ ունի ենթադրյալ հանցագործների հետ։ Տիգրանի հավաստմամբ ոստիկանության Լոռու մարզային վարչությունում իր նկատմամբ բռնություն են կիրառել, հայհոյանքներով ու անհարգալից վերաբերմունքով ստիպել խոստովանական ցուցմունք տալ։ Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ Վանաձորում անհիմն չապացուցված գողության մեղադրանքով ոստիկանության բաժնում ծեծի են ենթարկել պատերազմների մասնակից Տիգրան Ուլուբաբյանին, ոտքով հարվածներ են հասցրել գլխին ու իմանալով, որ զոհվածի ընտանիքից է, հայհոյել են զոհված հարազատներին։ Տիգրան Ուլուբաբյանը մանրամասներ է պատմել 168-ին տեղի ունեցած միջադեպի մասին։ Տիգրանի խոսքով ոստիկաններն առանց որևէ ծանոթագրի մոտեցել են իրեն, թե 2 րոպեով խոսելու բան կա, որից հետո նրան անմիջապես տեղափոխել են ոստիկանական բաժանմունք, տարան բաժին, ասացին վեր խթանիր, հեսեքեզ մշակում ենք, ծեծել ու հայհոյել են ինձ։ Ասացին գողություն է եղել ու այդ գողությունը դու ես կազմակերպել, թե նավոտկեն դու ես տվել։ Նայում եմ իրենց դեմքին, հարց եմ տալիս, ասում եմ ես նավոտկա տվող կարող եք ապացուցել։ Հետո ինձ բան չասացին, թե ինչ ասեն, ապացույց չունեն։ Տեսախցիկներով երևում է, թե ինչպես է գողը մուտքով մտնում, հետո դուրս գալիս ու հանկարծ քաղաքից ռեզկի անհետանում։ Չեն կարողանում գողին բռնել, ինձ են տանում Հավայի տեղը ծեծում, ստիպում են խոստովանել, որ ես եմ գողություն կատարել։ Բասա բեսպրիդելություն չէ, հիմա Հայաստանի ոստիկանությունը ժողովրդի անվտանգությունն է ապահովում, թե բռնում, տանում, ծեծում ու ջարդում է։ Ասում են խոստովանի, ինչը խոստովանեմ, ինչ եմ արել, որ խոստովանեմ, նշել է Տիգրան Ուլուբաբյանը։ Նրա խոսքով ոստիկանական բաժանմունքում ասել է, որ ինքը չի կարող գողություն կատարել, ինքը գող չէ, կռված մարդու եղբայրը որդին չի կարող գող լինել, սակայն բաժնի պետը սկսել է հայհոյել, ասելով, թե կռվածներին հարգում է կռված լինելն ու կռվածի որդի ու եղբայր լինելը մեջ չբերի։ Բաժնի պետն ասում է խոստովանիր, որ դու ես կատարել, այստեղից դուրս կգաս, այնպես կանեմ, որ ոչ մի բանի հետ կապ չես ունենա։ Ասացի խոստովանելու բան չունեմ, ուզում էին գործը գլխիս կապեին, որովհետև գողերին չէին կարողանում գտնել։ Ես մինչև վերջ գնալու եմ, որ սրանք իրենց պատիժը ստանան, նույնիսկ եթե մարդ են սպանում, ոստիկանությունում այդպես չեն վարվում հետը, բայց ես ոչ մարդ եմ սպանել, ոչ էլ այլ հանցանք եմ արել։ Մի տարի է Վանաձորում եմ ապրում, ոչ մեկի հետ խնդիր չեմ ունեցել։ Ժողովուրդը շատ թեքից ինձ ճանաչում է, իմ կյանքով ապրում եմ, անշնորհք բան չեմ արել։ Տիգրանն Արցախի հանրապետությունից է, Արցախը հանձնելուց հետո Մարտունիում են մնացել Տիգրանի եղբոր, հոր եւ մոր գերեզմանները։ Տիգրանն Արցախից բռնի տեղահանվել է 23 թվականի սեպտեմբերի 28-ին, իր հետ վերցնելով միայն իրենց շանը։ Այսօր Վանաձորում վարձով է բնակվում, տանը պահում է Արցախից բերած շանը։ Բաժնի պետն իրեն այնպես էր պահում, կարծես երկրի տերն ու տիրականներ, այդքանից հետո մի ներողություն չխնդրեց։ Ես Հայաստան գալուց չեմ մտածել, որ պաշտոնատար անձինք այդպես կվարվեն ինձ հետ, Հայաստանից իմ կողքին կանգնել ու Արցախի համար կռվել են, ես նման բան չէի սպասում։ Ես այնքան ժամանակ խնդիր չեմ ունեցել կոնկրետ այս վարչությունում են իմ նկատմամբ այսպես վարվել։ Ինքս Արցախում պաշտպանության բանակում էի աշխատում, պայմանագրային էի։ Հիմա այստեղ ասում են անձնագիրդ փոխիր, որ կարողանաս ծառայես։ Փոխում եմ, ինչ անեմ, անձնագրիս վրա գրված է ՀՀ քաղաքացիություն, չեմ փոխելու անձնագիրս, նշել է Տիգրան Ուլուբաբյանը։ Հարգելի գործիկաններ, այդ պահին, երբ որ քննչական կոմիտեի որևէ ներկայացնի, որևէ պաշտպանական հասցիչի եւ հանրության առջեւ կպատասխանի մեր հարցերի, այսինքն կհայտնի եք ինձի պատասխանատվություն, նույն պահին ես վստահեցնում եմ, որ այս մասնակիցները ճանապարհ բացելու են։ Այդ պայմանական ճանապարհը մանկելու նպատակը քննչական կոմիտեի քննարկումները հարակացնելն է եւ որևէ մեկի դեպքում ու արդեն պատասխան տալ։ Այդ պահին, երբ որ
Ալո։ Է։ Լավ, մեկ ժամանակից երեք առավոտ բանի ամբողջ Şimdi ne var? Mesela tam legal o aparato, não?